Շատերն են սպասում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ձայնին, բայց լավ նորություններ առայժմ չունի խորհուրդը։ Մի քանի օրից լրանում է 2 ամսով խոստացված 40 հազարական դրամ աջակցության ժամկետը։ Ասում են Հայաստանի Հանրապետության կառավարությունում ծրագիրը երկարաձգելու մտադրություն չունեն։ Պնդում են, որ հունիսի 1-ից այդ ծրագիրը դադարեցվելու է, նույնիսկ չեն կարող պատասխանել, թե չեմ ուզում պատասխանել, ասենք թե հետագա եթե փորձեն այդ սոցիալական այդ ծրագիրը օրինակ մշակել են ներկայացրել, որ պիտի դա գործի, օրինակ ուսանողներին ինչի են այդ 40 հազարից զրկում, այն դեպքում որ շատ ահագին ուսանողներ կան, որ ընտանիքը հեռու է, ասենք իրակորացուցիչ է Երևանում են, ասենք տուն վարձում, որ մոտիկ լինեն, էլի պատասխաններ չկա։ Արցախցիների իրավունքների պաշտպանության 6 հանձնաժողով է ստեղծվել, բայց 3 հանձնաժողովի հետ են քննարկումների նստում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները։ Քննարկման ենթակա են միայն զբաղվածության, սոցիալական եւ բնակապահովման խնդիրները։ Իրաց կողմից փոխնախարարների մակարդակով բանակցություններ գնում, ինչքան լիազորություններ ունեն որոշում կայացնելու, երևի թե այդքան էլ որոշում կայացնելու իրավունք չունեն, բայց քննարկման ժամանակ այն փաստարկները, որը տրամաբանորեն, այսինքն մեր խմբի բնակարանային խմբի բանով, մի մասելի ընդունում է, որոշ հարցեր կա, որ իրաց համար ոնց որ տաբու է։ Բնակապահովման պետական աջակցության ծրագրից կհանվի փուլային տարբերակը, բայց խորհուրդը կարծում եմ, որ դա խնդրի լուծում չէ։ Այդ փուլային համակարգը հանել են, բայց բնակարանային ծրագրում ահագին խնդիրներ կան։ Եթե բնակարանային ծրագիրը մատչելի լինի մեր բոլոր հայրենակիցների համար, ապա մենք դեմ չենք, թող բնակվարձի աջակցության ծրագիրը կրճատեն։ Գործող բնակապահովման ծրագիրն արդյունավետ չէ։ Բարելավման առաջարկները Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ընդունում, ահազանգում են արցախցիները։ Սահմանամերձում առաջարկում են 5 միլիոն շնչին, 6 հոգանոց ընտանիքը 30 միլիոն փող ունի ստանալու, բայց ինքը սահմանամերձում գյուղը առնում, սահմանամերձ գյուղում տուն առնում, որի արժեքը 8-ից 10 միլիոն ասենք, 20 միլիոն ինքը չի կարող օգտվել։ Փաստորեն դառնում է քո առաջարկածին չէ, եւ առաջարկում ես եւ չես տալիս։ Փոխկապակցված են արցախցիների բոլոր խնդիրները։ Վերադարձի իրավունքի համար պայքարը շարունակել հնարավոր է Մայր Հայաստանում մնալով, իսկ այստեղ մնալ հնարավոր է, եթե լուծվեն սոցիալական հարցերը։ Երբ որ խորհրդի հայտարարված բոլոր ակցիաներին, քննարկումներին ակտիվ մեր հայրենակիցները մասնակցեն, մենք հաջողություն կունենանք։ Այսինքն այս առիթից օգտվելով նաև այն մարդկանց, որոնք մեզ քննադատում են, մենք բացենք։ Թող ներկայանան, իրենց տեսլականը ներկայացնեն, իրենց առաջարկները ներկայացնեն։ Ես գիտեմ շատերի տրամադրությունները ոնց է, ես կոչ եմ անում չհիասթափվեն, չլքեն մեր հայրենիքը, սա մեր հայրենիքն է։ Պիտի մնանք, ստեղծենք, պայքարենք, դժվար է մի քիչ, ոչ ստեղ բան կանենք մեր հայրենիքում, փորձենք հայրենիքը ուժեղացնենք, ստեղ Հայաստանը պիտի ուժեղացնենք, որ կարակ Արցախը վերադարձնենք։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետագա քայլերի մասին փակագծերը չեն բացում խորհրդի անդամները։ Առաջիկա օրերին խորհուրդը հանրային իրազեկման հավաք կկազմակերպի, որի ժամանակ էլ կգծեն հետագա ճանապարհային քարտեզը։ Աշխատանքային խմբերում ներգրավված փորձագետները առանձին կներկայացնեն մեր կողմից ինչ ծրագրեր եւ առաջարկներ են ներկայացվել կառավարությանը եւ այս պահեդրությամբ ինչ հարցերի շրջանակ եւ ինչ խնդիրներ են լուծվել։ Դրանից հետո համատեղ կորոշենք մեր ինչպես խոստացել ենք այն ժամանակ, երբ որ ասել ենք, որ հասկանանք, որ ձգձգվում է, խորհուրդը կհայտարարի արդեն մեծ հանրահավաքի մասին։